Հայաստանում քաղաքային բնակավայրերի բնակչության մոտ 64%-ն աղքատ է, գյուղական բնակավայրերի բնակչության մոտ 36%, իսկ Երևանում աղքատ է բնակչության 28%-ը։ Սրանք ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են համաձայն Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը զեկույցի, որտեղ ամփոփված են 2014 թվականի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքները։ Զեկույցում ներկայացված արդյունքները հիմնված են 2009 թվականի աղքատության մակարդակի գնահատման ճշգրտված մեթոդաբանության վրա, որը իրականացվել է Համաշխարհային բանկի փորձագետների աջակցությամբ։ Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ալեքսան Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, այս ուսումնասիրությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Առաջին անգամ Հայաստանում եւ կարելի ասել նաև տարածաշրջանում Հայաստանի տնային տնտեսությունների հետազոտությունը իր մեջ այս պահին ներառում է նաև մի նոր բաղադրիչ, որը բազմաչափ աղքատության վերլուծությունն է, որտեղ տարբեր գործոնների ազդեցությունն է գնահատվում աղքատության վրա սպառման թիկունքում, այսպես ասած դրանք կարող են լինել առողջապահության վիճակը, առողջական վիճակը կամ կրթական ցենզի առկայությունը, հնարավորությունները, այլ ծառայությունների հասանելիությունը, եկամուտները եւ այլն։ Վիճակագրական ծառայության ներկայացրած պատկերը փաստում է, եթե 2008 թվականին ծայրահեղ աղքատ համարվող մեկ բնակչին ամսական բաժին է ընկնում մոտ 17,000 դրամ, ապա 6 տարի անց 2014 թվականին այդ թիվն ավելացել է ընդամենը 6,000-ով, կազմելով մոտ 23,000 դրամ, ասել է, թե մեկ տարում ծայրահեղ աղքատ քաղաքացու եկամուտները տարեկան ավելանում են 1000 դրամով։ Ըստ զեկույցի 2008-ից 2014 թվականների միջև ընկած ժամանակահատվածում աղքատության ընդհանուր թիվը երկրում չնչին աճ է գրանցել, եթե 2008-ին բնակչության 27%-ն էր աղքատ, ապա 2014 թվականին 30%-ը։ Հայաստանում աղքատ է համարվում այն քաղաքացին, ում ամսական եկամուտը չի գերազանցում 40,000, իսկ ծայրահեղ աղքատ 23,000 դրամը։ Եթե Հայաստանում ծայրահեղ աղքատ է համարվում բնակչության 30%-ը, ասել է, թե մոտ 967,000 մարդ, ապա օրինակ ԱՄՆ-ում աղքատ է բնակչության 14%-ը։ ԱՄՆ-ում աղքատ են համարվում այն քաղաքացիները, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում $500։ Ռուսաստանի Դաշնությունում աղքատ է բնակչության մոտ 13%-ը, սակայն աղքատության արևմտյան չափանիշների կիրառման դեպքում Ռուսաստանում աղքատության մակարդակը ըստ փորձագետների կկազմեր մոտ 60%։ Սա հաշվի առնելով կարելի է ենթադրել, որ արևմտյան չափանիշները Հայաստանում կիրառելու դեպքում աղքատների թիվն իրականում անհամեմատ մեծ կլիներ, քան ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած 30%-ն է։ Արտուր Հովհաննիսյան, Նարեկ Բարսեղյան, Առաջին լրատվական։